Աստված ամեն գալիք վտանգներից առաջ մեզ զգուշացնում է։ Որտեղ ինքը արդար Աստված է, եթե չզգուշացնի, մենք ասենք դե չես զգուշացել։ Շատերս նկատած կան, չեմ մտնում ենք խանութներ տարբեր տեղեր գրված է, ինչա տարածքը տեսահասկվում է։ Այսինքն զգուշացում է, որ տեսահասկվում է քեզ ճիշտ պահի։ Եվ այսօր էլ ամեն մեկից կյանքը տեսահասկվում է հարազատներ։ Եվ ամեն բանից առաջ ամենակալ Աստված զգուշացնում է մեզ։ Զգուշացնում է, որ մենք ուշքի գանք։ Աստված արդար Աստված է։ Իսկ գիտեք թշնամին հակառակորդը, երբ որ մոտեցավ շատերիս վերջի դատաստանի օրը, պիտի ասի Աստված քեզ զգուշացրել էր, բայց դու չլսեցիր։ Երբ որ մարդիկ մի հատ օրինակ եմ ուզում բերեմ, որ սիգարետը ծխում են, վրե գրած ծխելը վնասակար է առողջությանը։ Զգուշացնում է, որ դա վնասակար է քեզ։ Բայց մարդը դա չի տեսնում։ Տեսնում է, բայց չի տեսնում։ Իսկ տեսնելու համար պիտի հոգու աչքերը բացի։ Այսօր էլ Աստծունը տեսնելու համար, որ Աստված Տերը զգուշացնում է, մենք պետք է լսողական լինենք։ Այսօր ասում է, եթե նրա ձայնը լսում ես, քո սիրտը պետք է խստացվի։ Կենդանական աշխարհը քեզ զգուշացնում է, բնությունը քեզ զգուշացնում է, երևույթները զգուշացնում է, այսքան մարտարաժողովները տեսնում են զգուշացնում է, բայց այսօր մենք այս ամենը տեսնելով, այս ժամանակավոր կյանքը ապրում ենք մեր հասկացողությամբ, մեր մտածելակերպով, մեր գաղափարով և մեր ծրագրերով։ Եվ տեսեք գրված է Եսայի մարգարեության մեջ, ատիստ պատճառով, որ այսօր Աստված Տերը մեզ այստեղ բերել է, դուք մենք երանելի ժողովուրդ եք։ Այս պահը օգտագործի անտարբեր մի եղի։ Այս պահը ասա Տեր, ինձ լսող ականջ ու տեսնող աչքեր։ Ասում մարդիկ տեսնելով կտեսնեն ու չեն տեսնի։ Լսելով կլսեն ու չեն լսի։ Սա շատերս կարող մի հատ լոզունգ է սարքել, բառեր են արտահայտվում են, բայց իրականության մեջ ես այս բառերը կարող շատ արտահայտեմ, բայց իրականում չտեսնեմ։ Շատերս կան շատ բառեր խոսում են, բայց իրականում չեն տեսնում։ Իսկ տեսնելու համար տեսեք Սուրբ Գիրքը ինչ ասել։ Եսայի մարգարեության մեջ 55 գլխին բոլորիս համար կարդում են, գրված է 55-ի 6 խոսքից։ Խնդրեցեք Տիրոջը, քանի որ նա գտնվում է։ Նրան կանչեցեք, քանի որ նա մոտ է։ Խնդրեցեք Տիրոջը, քանի դեռ նա գտնվում է, քանի դեռ նա խոսում է այսօր։ Խնդրի այսօր նրան։ Ինչ խնդրեմ ասում եմ։ Ինչ ուզեմ ասում մարգարեին, երբ որ ասավ։ Եվ մարգարեին պատասխան տվեց։ Ասավ, ծաղիկը կչորանա, ծաղիկը կթարամի, խոտը կչորանա, բայց Աստծո խոսքը կմնա հավիտյան։ Ասավ, ինչ խնդրեմ։ Ասավ, կարևոր բան խնդրի, իմ խոսքը, որ քո կյանքի մեջ բարձրանա, իսկ խոսքը բարձրանալու համար պիտի հավատքս ավելանա։ Հավատքս ավելանալու համար ես պիտի տեսնեմ երկնայինը, իսկ երկնայինը տեսնելու համար դու պիտի ուզես Աստծուց, որ Աստված է բացի քեզ։ Ես պիտի ուզեմ, ես պիտի ծավալեմ։ Երբ որ Աբրահամը ինչը ստիպեց Աբրահամին, որ երեխին տանում էր զոհաբերելու, Աբրահամը հավատքով տեսավ, հարությունը տեսավ, հավատքով բացեց Աստված, այդ ծրագիրը բացեց։ Եվ Աբրահամը տեսավ, թե Աստված ինչ ծրագիր ունի իր կյանքի մեջ, դրա համար ինչ արավ։ Չվախեցավ, չթուլացավ, թեպետև ծանր էր, բայց վճռական էր։ Որտեղ նա տեսնում էր այդ ծրագիրը։ Եվ այսօր դու պետք է տենաս փրկության ծրագիրը, որ այս կյանքից հրաժարվես Քրիստոս կյանքի մեջ բռնես։ Մենք շատերս այդ ծրագիրը չենք տեսնում։ Դու հրեշտակից էլ բարձր ես անմահոքի։ Հրեշտակից բարձր ես, Աստված քեզ այսօր Տերը քեզ մի ծրագրի մեջ է մտցրել, որ շատերը երանում են։ Սատանեն երանում է, որ այդ ծրագրի մեջ մտել, բայց այդ հնարավորությունը չունի։ Բայց այսօր դու ունես։ Այդ ծրագրի մեջ դու մտել ես արդեն, Աստված Տերը քեզ որսել, բերել այստեղ, ասում է ես քո այդ ծրագիր ունեմ անել։
Ես քո կյանքում ծրագիր ունեմ։ Այս որքանով եք մենք խոնարհվել։ Իսկ խոնարհվելով մարգարեն հստակ ասում է խնդրեցեք Տիրոջի, քանի որ նա գտնվում է։ Խնդրեցեք այսօր։ Խնդրեցեք երկնային։ Խնդրեցեք տեսնող աչքեր, որ տեսնեմ անտեսանելի։ Եվ շարունակության մեջ ասում է անբարիշտ է թողել իր ճանապարհը եւ անորեն մարդը իր խորհուրդները եւ դառնա Տիրոջը եւ նա կողորմե նրան։ Անբարիշտ թողել իր չար ճանապարհը։ Անբարիշտության մեջ զգվես դա թող։ Երբ որ դու չթողած է, բայց սիրտը թոշարի, որ ուզենաս շրջադարձ կատարեցները քեզ կօգնի։ Ինչքանով ես ուզում, որ այդ անբարիշտությունը քո վրայից գնա։ Ինչքանով ես ուզում Աստծուն Տիրոջ հաճելի կյանք ապրես։ Ինչքանով ես ուզում ավելի Աստծու հետ մտերմանաս, եւ ինչ ասեմ, եւ նա կողորմե, որովհետեւ մեր Աստվածը, որտեղ նա շատ ներող է։ Մեր Աստվածը շատ ներող է։ Ճիշտ է, ինքը նաև մաշող կրակ է։ Կրակը, որ մաշում է։ Եվ եթե սիրումը քո կյանքի մեջ որոշակի կրակներ է գալիս, մեզ թափեցնելու համար է գալիս։ Մեզ զգոնացնելու համար։ Բայց էլի մենք մեր ուզածով ենք գալու։ Օր ինչքան բաներ տեսնում եմ, ճիշտ է, ինչքան ուզում եմ բաները լսես, մինչև Սուրբ Հոգին քեզ չբացի, բաշխերը չբացի, դու չես կարող գիտակցես։ Դու կտեսնես ու կանցնես։ Կտեսնես ու կանցնես։ Որտեղ ասում տեսնելով կտեսնես ու չեն տեսնի։ Իսկ Տերը բացում է նրանց, ովքեր որ ուզում են տեսնող բաշխեր։ Այսօր Տերը կոչ անում մեզ, եղբայրներ եւ քույրեր, որոշքի կան ամեն ձևերով ինքը ցույց է տալիս։ Իսկ այդ ցույց տալու համար դու ուզես որ երկինք քեզ բացի։ Բացի քեզ օրականը տենաս։ Քո ճանապարհները այսօր ուրա քեզ տանում։ Իմ ճանապարհը, եթե իմ հասկացողությամբ եմ ապրել, ուղիղ երթը հավիտենական կորուստը։ Իսկ Աստծո ծրագիրը մեր կյանքը դեպի քրդություն տալու։ Այսօր մնում է մեզ գիտեք մեկ բան, որ խնդրենք ու խնդրենք Տիրոջը, քանի որ նա գտնվում է։ Այսօր դու երանելի ծրագրի մեջ ես, թող սատանան քեզ չխաբի։ Թշնամին քեզ չխաբի հակառակորդ ասի, դες հավատքի մեջ մտա, այս ինչ ես, ինչից ես սգնեմ, ես ինչից ես զրկվել։ Թշնամին մոտենում է։ Բայց այդ մտքերը որ գալիս են դու ավելացի Աստծո խոսքով, ավելի մտիր Աստծո մեջ, ավելի փառաբանիր Տիրոջը։ Գոհություն հայտնիր Տիրոջը։ Շնորհակալություն հայտնիր Տիրոջը քո ամեն կյանքի վայրկյանների համար։ Որտեղ այդ ամեն կյանքի վայրկյանները քեզ ավելի մոտեցնում Աստծուն։ Տերը թշնամուն սատանային օգտագործում է, որ մեզ ավելի իրան մոտեցնի։ Սատանին օգտագործեց, որ Հոբը տեսավ Աստծո գործը։ Նա իշխանություն չունի քո վրա։ Դու ես մտել այդ իշխանության տակ, եւ ինքը ուզում է քեզ այդ իշխանությունից իր իշխանության տակ գցի։ Իսկ թշնամին հակառակորդը չի ուզում որ Աստված քո հետ մտերմանա։ Չի ուզում որ այդ երկնային հովիվը քո կյանքը մեռնի, որտեղ Աստծո ներկայությունը այնքան քո կյանքը իմ կյանքում ավելացավ։ Այդ ժամանակավոր կյանքի խոչընդոտները դու կարաս հաղթարես։ Ժամանակավոր կյանքի նեղությունները կարաս հաղթարես, ոչ թե դու կհաղթարես, այլ թե Հիսուս Քրիստոսն է հաղթարես։ Սաղմոս 91-ը ասում որտեղ նա ինձ ցանկացավ եւ ասպականչի ինձ նեղության օրը եւ ես քեզ հետ կլինեմ։ Չի ասում նեղությունից դու չես փրկվելու, ես քեզ հետ կլինեմ։ Եվ եկան Աստծո շունչը դու զգում ես քո կյանքի մեջ։ Ժամանակավոր կյանքի երևույթները քեզ չեն կարող նկատել։ Այդ համար է թշնամուն ձեռք չի տալու որ Քրիստոս քո կողքի լինի։ Որտեղ ինքը այնքան քեզ Աստծուց հեռացրեց, դու վախեն տագնապի մեջ ես ապրում։ Դրա համար Տերը օգնականն է, որ այսօր մենք ստեղ ենք։ Մտերմացեք Աստծո հետ, փնտրեցեք այդ Աստծուն։ Այդ Աստծո հզորությունը։ Այդ Աստծո հզորությունը ինչքան քեզ բացում այնքան դա շունչը զգում ես, այս տվյալ երևույթները քեզ չեն կարող ճշտել։ Այդ հզոր հովիվը, որը ամենակալ Աստված, մեր խոսքը չափ ուժերի մոտ միշտ դույնն է գալու։
Իսկ հակառակորդը չուզում որ դու ուժեղանաս։ Ինքը ամեծ է ռեստորանում, որ դու թուլանաս։ Եվ այնքան քեզ թուլացրեց ինքը քեզ ղեկավարելու։ Բայց երբ որ այդ ուժեղը հզոր ամենակալ Աստված քո կյանքում գալիս է, նա ոչնչություն է, նա առյուծ չի, նա առյուծի պես գոռում, բայց նա առյուծ չի։ Առյուծում էր Աստված Հիսուս Քրիստոսը։ Ապավին եք ասում, վստահ եք ասում, եւ ամեն ինչի մեջ գողացեք, փառաբանեք, չթուլանաք ու չտկարանաք։ Եվ եկան չես տկարանալ, եկան չես թուլանալ, Տերը քեզ իրան պիտի հայտնի։ Եվ եկան Աստծո մեծությունը տեսար, այս կյանքի ժամանակավոր դժվարությունը քեզ չի կարող խեղդել։ Որտեղ Տերը ինչ անեն։ Սաղմոս 50-ում ասում է, գողունակ սիրտը կփառավորե ինձ։ Այսօր ինչ կա քո կյանքի մեջ փառատու Տիրոջ, ասա փառք ես այս երևույթի համար, որ սրանք ինձ ստիպում են, որ իմ հայացքը դեպի քեզ ուղղեմ։ Սատանին էլ օգտագործում է Տերը, որ ինչ անենք իրան մոտենաս։ Դրա համար այսօր խնդրեցեք Տիրոջը, քանի որ նա գտնում է, եւ նրան ասմանորից կանչեցեք, քանի որ նա մոտ է, անբարիշ թողը իր ճանապարհը եւ դառնա Տիրոջը, եւ նա կողորմե նրան, ով կողորմե ամենակարող Աստված։ Թող Տերը օգտակար լինի ամեն մեկի կյանքի մեջ, ամեն։ Սկսել մեր պաշտամունք հայրը երեքովա։